Ընթացիկ կազմակերպչական հարցեր են, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կմեկնաբանեն հույժ կարևոր հարցեր Իսկ կառավարությունը ծրագիրը ամսի քանիս է պիտի ամենաուժ Եթե չեմ սխալվում 23-ին, բայց այդտեղ միգուցե տեխնիկական ճշտումների հարցեր լինեն, որովհետև մեր նիստերը դեռ ընթանում են պետք է նայենք կանոնակարգ օրենքը ինչպես է կարգավորում այս հարցերը, եթե նիստերը երկար են, միգուցե այդտեղ խնդիր առաջանա, բայց չեմ կարծում, որովհետև նաև դուք տեսաք, որ մենք պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձևավորենք ազգային ժողովը, որովհետև արդեն պետք է անցնենք բուն աշխատանքային ռեժիմին, նաև կառավարության ծրագիր, կառուցվածք պետք է քննարկենք եւ մարդիկ ակնկալում են ավելի բովանդակային շտապում այդքան, հələ չենք շտապում, տեսեք, մենք ամսի 2, չէ, արձակուրդի, մենք ամեն դեպքում, որ արձակուրդի մասին խոսք չկա, ամսի 2-ից սկսել ենք նիստերը, տեսնում եք ինչ ուրեմն երկար են տևում, ոչ թե դրանց հոգնածուցիչ լինելու առումով, այլ զուտ, որ հնարավորինս արագ մենք անցնենք ուրեմն ավելի բովանդակային հարցերի, քան անձերի քննարկման, որովհետև նաև տեսեք, մենք հիմա քննարկում ենք տարբեր բովանդակային հարցեր, որոնք վերաբերելի չեն հանձնաժողովների աշխատանքներին։ Իմ խոսքը զուտ նրա մասին է, որ մենք եթե խոսենք բուն հանձնաժողովների աշխատանքների մասին, ավելի արագ ռեժիմով կընթանանք առաջ։ Պարոն, այսինքն եթե հանձնաժողովները ձևավորված չեղան, օրենքը թույլ տալիս է կառավարության կառուցվածքի նախագիծ բերել, կառավարության ծրագիր բերել, թե ոչ։ Ես այսպես կմեկնաբանեմ, ազգային ժողովը ձևավորվում է, երբ որ բոլոր մարմիններն են ձևավորվում, այսինքն մենք պետք է այդ ընտրության փուլը անցնենք։ Գործնականում կարա լինի մի իրավիճակ, օրինակ ինչ որ հանձնաժողովի նախագահ չընտրվի, բայց չընտրվելու համար էլ կա հստակ ընթացակարգ, այսինքն գիտեք, որ 3 անգամ առաջադրելու հնարավորություն կա, նոր կանոնակարգը հնարավորություն է տալիս անցնելու հաջորդ հարցին։ Մենք բոլոր այս փուլերը պետք է հաղթահարենք, որ համարենք ազգային ժողովը ձևավորված։ Այստեղ խնդիրներ չեն առաջանա, եթե հանձնաժողովները ձևավորված չլինեն եւ կառավարության կառուցվածքը ներկայացնելու ժամկետը ինչ է։ Տեսեք, հանձնաժողովներն ամեն դեպքում ձևավորվելու են, եթե մենք անգամ չընտրենք որևէ հանձնաժողովի նախագահի, ապա այդ դեպքում նախորդ գումարման օրինակով հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու է տեղակալը, այսինքն հանձնաժողովը որպես այդպեսին ձևավորված լինելու է։ Դա երրորդ փորձից հետո, այո, հանձնաժողովի նախագահի տեղակալը գիտեք ընտրվում է հանձնաժողովի նիստի ժամանակ, ոչ թե լիագումարի, արդեն այդ ժամանակ խմբակցությունները կառաջադրեն հանձնաժողովների իրենց անդամների, նրանք արդեն նիստ կգումարեն եւ կընտրեն տեղակալին, ով կկատարի նախագահի պարտականությունները, կրկնում եմ, եթե որևէ հանձնաժողովի նախագահ չընտրվի։ Պարոն Հովհաննիսյան, մի հատ նորից այս թեմայի հետ կապված փոքրիկ ճշտում, ամենա ուշ ժամկետը, որ պետք է կառավարության ծրագրի ներկայացման համար վերջնաժամկետը, որը չպետք է անցնել, դա որն է չպետք է։ Ես կվախենամ հիմա հստակ ամսաթիվ նշել, օրենքում 20 օրյա ժամկետ կա եւ դա գալիս է 22 կամ 23 երևի թե սա էլ շաբաթ է ընկնում, դուք գիտեք որ նաեւ նիստը մեր մեկնարկեց Կիրակի օրը, դրա համար հիմա ես կվախենամ հստակ մեկնաբանեմ, հնարավոր է նաեւ այո շաբաթ օրը նիստը։ Լավ, հարցս որտեղ Կիրակի արդեն գումարել ենք նիստը նախադեպ կա։ Կիրակի կարելի։ Հնարավոր է իհարկե։ Պարոն Հովհաննիսյան, ուզում եմ